բազմաթիվ խնդիրներ կան, զանգեր ենք ստանում հիմնականում մասնավոր սեկտորում աշխատողների կողմից, որ այդ անաշխատունակության վճարը չի տրամադրվում եւ բոլոր մասնավորները սլաքներ ուղղում են դեպի սոցիալ-նախարարություն կամ պետական մարմիններ։ Այս օրենքի նախագիծը ինչքանով ես ճիշտ է խոսացի նախարարությունում ինչ որ տեխնիկական այդ նոր ադրվել այդ համակարգը, դրա համար մի քիչ դեռևս խափանումներով է աշխատում կամ ամբողջությամբ չի ներդրվել։ Այս օրենքի նախագիծը ըստ ձեզ ինչքանով կարա օգնի արվելուց ինչով կարա օգնի Շնորհակալություն պարոն Ղարամանյան, ըստ էության արդեն իսկ անաշխատունակության նպաստների մասին օրենքով ընդունված է դա գործում է, այսինքն հարկային օրենսգրքի դրույթները ուղղակի համապատասխանեցնում ենք դրան, իհարկե ձեր ասած խնդիրը կա, այստեղ 3 մարմին միասին համատեղ են աշխատում, սոցհապը, առողջապահությունը եւ ՊԿ եւ 3 մարմինների համակարգեր են, որոշակի խնդիրներ ընթացքում առաջանում են, բայց վստահեցնում եմ ամենօրյա ռեժիմով բոլոր 3 մարմինները աշխատում են, այդ թերությունները շտկում են եւ մեծամասամբ լուծված են։ Մի քանի փոքր խնդիր է մնացել, որը առաջիկա օրերում կարգավորեն եւ արդեն սահուն կաշխատի ամեն ինչ։ Այլ հարցեր չկան։ Մասսայական ավելացնելու բան չունեք։ Շնորհակալություն։ Շատ լավ, առաջարկները բոլոր կառավարության կողմից են ներկայացված, հարգելի գործընկերներ, ամփոփած հերթում ունեք, ովքեր են կողմ ներկայացված առաջարկների ընդունմանը։ Կողմ դեմ ձեռնպատ չունենք, առաջարկները ընդունված են եւ առաջարկներով լրամշակված տարբերակին ովքեր են կողմ։ Շնորհակալություն։ Հա, պարոն Սահակյան, շնորհակալություն։ Չէ, ժամկետի մեջ հասցնում ենք։ 20 օրվա ընթացքում մաքսիմալ ժամկետն է, բայց մենք հիմա դեպքեր ունենք, որ ասենք պիտի նախագահականին խնդրենք, որ մի քանի օրվա ընթացքում էլ ստորագրեն տեխնիկապես։ Հա, տենց տեխնիկական, տեսականորեն տենց ռիսկ կա, բայց ամեն դեպքում կարծում եմ ընդունվելուց հետո երկրորդ ընթերցմամբ մի 15 օր ժամանակ է լինելու, իմ կարծիքով լրիվ բավարար է, որ այդ ընթացքում ստորագրվի։ Ովքեր են կողմ, հարգելի գործընկերներ, որպեսզի առաջարկենք նախագիծը ներառել նոյեմբերի 11-ի մեկնարկող նիստերի օրակարգում։ Միաձայն կողմ, շնորհակալություն, այս հարցի քննարկումն ավարտվեց եւ քննարկում ենք Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Արամանյանի կողմից ներկայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ հիմնական զեկուցողը պարոն Ղարամանյանն